Անսպասելի արդյունք է արձանագրվել Թուրքիայի կողմից զավթված հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում։ Անկարայի կողմից հովանավորվող ներկայիս նախագահ Էրսին Թաթարը տապալվել է զգալիորեն զիջելով ընդդիմադիր Թուֆար Էրխուրմանին, ով կողմնակից է Կիպրոսի հետ վերամիավորվելուն։ Փորձագետները կարծում են, որ գալիք իշխանափոխությունը կարող է անսպասելի զարգացումների համար ազդակ դառնալ։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, նախ ինչպես առհասարակ նման բան կարող է տեղի ունենալ։ Իսկապես անսպասելի արդյունք է, ընդդիմության առաջնորդ Թուֆան Էրխումրանը 63% է հավաքում, իսկ նրա գլխավոր մրցակից գործող նախագահ Էրսին Թաթարը ընդամենը 35%։ Եվ այստեղ երկու անսպասելի բան կա։ Մեկը այն է, որ այդ երիտասարդ պետությունը, եթե կարելի է անվանել այն պետություն, իսկապես ցուցաբերում է անսպասելի քաղաքացիական հասունություն, հա։ Դժվար է պատկերացնել, որ այսպես խամաճիկային ռեժիմ հանդիսացող պետությունում կարող է իշխանափոխություն տեղի ունենալ եւ վարչակազմը չօգտագործի իր ունեցած վարչական ռեսուրսը, հա։ Ավելին, գործող նախագահը խոստովանում է իր պարտությունը, շնորհավորում է իր մրցակցին։ Մի բան, ինչից կարծում եմ անգամ պետք է արժի նույնիսկ սովորել եւ այդ դասերը օգտակար կլինեն երիտասարդ մյուս դեմոկրատիաների համար։ Երկրորդ անսպասելին այն էր, որ իսկապես հզորագույն հարված է ստացել Թուրքիան, որի հովանավորյալ տեխնացուն այսպես խայտառակ պարտություն է կրել եւ անձամբ Էրդողանը նույնպես ապտակ է ստացել, կարելի է ասել։ Բանն այն է, որ ընդդիմության առաջնորդը 55-ամյա Թուֆալ Էրխումրանը բացահայտ դեմ է հանդես գալիս Անկարայի վարած քաղաքականությանը, քննադատում է այն, մասնավորապես հունական մասի, կղզու հունական մասի վերամիավորման հարցում, նա կողմ է, որպեսզի հունական եւ թուրքական մասերը կղզու վերամիավորման մեկ ընդհանուր պետության սահմաններում, ինչը բացառում է եւ Անկարայի վարչակազմը եւ ներկայիս նախագահ Էրսին Թաթարը եւ ընդհանրապես քննադատում է Անկարային հյուսային Կիպրոսի գործերի մեջ միջամտելու համար։ Իդեպ Նիկոսիայում եւ Աթենքում ողջունել են հյուսային Կիպրոսի ժողովրդի այսպիսի ընտրությունը, նորընտիր նախագահ հայտարարել էր, որ եթե հաղթի ընտրություններում, նա կվերսկսի հունական կողմի հետ բանակցությունները վերամիավորման հարցի շուրջ, որոնք դադարեցվել էին 2017 թվականին, եւ այժմ Նիկոսիայում նոր հույսեր կան, հունական Կիպրոսի հանրապետության նախագահ շնորհավորել է թուրքական մասի ղեկավարին եւ պատրաստակամություն է հայտնել օր առաջ վերսկսել այդ բանակցությունները։ Արտյոմ, իսկ հյուսային Կիպրոս-Թուրքիա հարաբերությունները հիմա ինչպես են ընթանալու։ Իսկապես շատ բարդ եւ անկանխատեսելի շրջան է սպասվում, նորանտիր նախագահը փորձել է հանգստացնել Թուրքիայի իշխանություններին, հայտարարելով, որ ոչ մեկ չի անտեսելու եւ արհամարելու Անկարայի շահերը եւ որ այսուհետ եւս Անկարայի շահերը հաշվի են առնելու հյուսային Կիպրոսում։ Էրդողանը շնորհավորել է այդ գործչին, այսինքն ճանաչել է նրա ընտրված լինելու փաստը, բայց ինչն է հետաքրքիր, շատ ավելի կարևոր հայտարարությամբ է հանդես եկել Էրդողանի կոալիցիոն դաշնակիցը, ազգայնական շարժման կուսակցության առաջնորդ Դևլետ Բախչելին։ Սովորաբար հենց նա է արտասանում այն անհրաժեշտ մեսիջները, որը բաց տեքստով չի կարողանում ասել Էրդողանը, այսպես բարի ու վատ այդ ոստիկանի դերերի բաշխում է, ինչպես ընդունված է քաղաքականությունում։ Եվ այս անգամ Բախչելին ասել է, որ քանի որ ընտրություններում մասնակցության ցուցանիշը բավական ցածր էր, այս ընտրությունը չի կարող ներկայացնել իրական կամքը ժողովրդի։ Դա այն դեպքում, երբ 65%-ը ցուցակներում եղածների մասնակցել են ընտրություններում։ Ուստի նա կոչ է արել երկրի խորհրդարանին, որում մեծամասնությունը թուրքամետ ուժեր են, անհապաղ գումարել նիստ, անօրինական ճանաչել այդ ընտրությունները եւ հայտարարել Թուրքիայի հանրապետության կազմի մեջ մտնելու մասին։ Ըստ էության սա հեղաշրջման կոչ է եւ հավանաբար դրան կհետեւեն նաեւ կոնկրետ քայլեր, որոնք կարծում եմ շատ նման կլինեն հեղաշրջման։
եթե իսկապես այս խոսքերը պատահական չեն, իսկ ես վստահ եմ, որ պատահական չեն։ Այսինքն կարող են լինել ամենաանսպասելի զարգացումները եւ անգամ բռնի ուժով նորաստեղծ այս նոր իշխանությունը տապալելու փորձեր Անկարայի կողմից։ Դե պետք է հաշվի առնենք, որ Հյուսիսային Կիպրոսում թուրքական զինուժը ունի մի քանի տասնյակ զինվորի ներկայություն եւ կարող ենք պատկերացնել, որ ցանկության դեպքում ամեն ինչ կկարողանան անել Թուրքիայի իշխանությունները։ Եվ ամեն դեպքում արդյոք հետաքրքիր է ընտրությունների այս արդյունքը ինչով էր պայմանավորված։ Իսկապես, ինչպես նկատեցիք, շատ մեծ է ձայների տարբերությունը, դա վկայում է այն մասին, որ թուրքական Կիպրոսի ժողովուրդը պարզապես մերժում է Անկարային, վաղուց արդեն հոգնել են Թուրքիայի դեստրուկտիվ դերից, որը շարունակվում է հայտնի իրադարձություններից հետո, իդեպ առաջին անգամ չէ, երբ թուրքական կիպրացիները դրսևորում են իրենց դժգոհությունը Թուրքիայի իշխանություններից։ Ահա այդպես, օրինակ 2011 թվականին մոտ 80,000 կիպրացի թուրքեր դուրս էին եկել հրապարակներ բողոքելու Անկարայի վարած քաղաքականության դեմ։ Նշեմ, որ 80,000-ը դա Հյուսիսային Կիպրոսի բնակչության 1/4-ն է։ Դա նույնն էր, ինչ եթե Հայաստանում 750,000 մարդ բողոքի ցույցի դուրս գար։ Այդ ցույցի մասնակիցները ոչ միայն քննադատում էին Անկարայի վարած քաղաքականությունը, այլ նաև բաց տեքստով հայտարարում էին, որ իրենք ուզում են հույների հետ, իրենց եղբայր հույների հետ մի պետության սահմաններում ապրել, մի բան, ինչին խանգարում է Թուրքիան եւ Թուրքիայի խամաճիկները։ Այսինքն այս ամենը վկայում է այն մասին, որ Թուրքիայի այսպես ազդեցությունը Հյուսիսային Կիպրոսում շարունակում է նվազել եւ իսկապես դա հաշվի առնելով Անկարան կարող է դիմել շատ անսպասելի կտրուկ անգամ ուժային միջոցների։ Շնորհակալություն, Արտյոմ։